արդեն խոսվեց սրա մասին, իրապես շատ ուրախ ենք եւ հպարտ ենք, որ նման աջակցություն ենք ստացել եւ Վանաձորում այսքան մրցակցային, այսքան բարդ ընտրությունների արդյունքում շատ բարձր տոկոսներ են հավաքել եւ եթե Գյումրիի հետ համեմատենք, բավականին սա լուրջ արձանագրում է եւ սա լուրջ ձեռքբերում է Լուսավոր Հայաստան կուսակցության համար։ Բայց առաջին հերթին ես ցանկանում եմ արձանագրել հետեւյալ բան, որ մենք Վանաձորում կասեցրել ենք հանրապետական կուսակցության հաղթանակը։ Հանրապետական կուսակցությունը Վանաձորում չի հաղթել։ Հանրապետական կուսակցությունը Վանաձորում ստացել է մոտավորապես 38% ձայն, իսկ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ստացել է 28% ձայն։ Ինչ է սա նշանակում։ Տեսեք 10%-ի տարբերություն կա մեր հավաքած ձայների միջև, եթե դուք այդ 10%-ի մեջ ներառեք ամբողջ մարզի ռեսուրսը, չեմ ասում քաղաքի, մարզի ռեսուրսը, ադմինիստրատիվ ռեսուրսը, մարզպետարան, քաղաքապետարան, գազի վարչություն, էլեկտրական ցանցեր, այլ տեղական եւ պետական հիմնարկ ձեռնարկություններ, դրան գումարած տեղական մակարդակում եղած մեծահարուստներ, բիզնեսմեններ, եթե այդ ամեն ինչը դուք գումարեք նաեւ գործող падգամավորներ հանրապետական կուսակցության, իրենց ամբողջ ռեսուրսով ներդրված այս քարոզարշավի մեջ, պատկերացնում եք 10%-ի տարբերություն ա տվել։ Մյուս կարևոր արձանագրումը, բացի այն, որ հանրապետական կուսակցությունը Վանաձորում չի հաղթել։ Վանաձորի բնակչության 63%-ը իր ձայները ուղղել է ոչ հանրապետական ուժերին, այսինքն չի տվել այդ ձայնը հանրապետական կուսակցությանը։ Տեսեք, 37%, հանրապետական ձայնի մեջ պետք է նաև հաշվարկենք ամբողջ օրը իրականացված կարուսելը, փոխբաժանելը, որը որ զանգվածային է։ Վերջում գիշերը նաև դեպք է տեղի ունեցել, օրինակ 6-րդ դպրոցում, երբ որ ձայների հաշվարկի ժամանակ, դա իմ դպրոցն է, որտեղ ես գնացել եմ դպրոց, մեր թաղամասում։ Երբ որ ձայների հաշվարկը արձանագրել է, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ջախջախիչ պարտության է մատնում գործող հանրապետական կուսակցությանը, իշխանությանը, դպրոցի պատուհանները կոտրվել են դրսից։ Հանձնաժողովի անդամներին թույլ չեն տվել դուրս գալ, որ process-ը չխանգարվի, ոստիկանությունը դուրս է եկել եւ արձանագրություն է կազմված։ Այսինքն սա է Վանաձորի նոր էջի դեմքը։ Այս դեմքով մարդիկ ուզում են Վանաձորում նոր էջի գան։ Մյուս կարևոր ուղերձը մենք այսօր հնարավորություն ունենք թույլ չտալու կարուսել իրականացրած, փոխբաժանած մարդկանց Վանաձոր քաղաքը կառավարել։ Այդ հնարավորությունը, այդ շանսը ռեալ ունեն այսօր 3 ուժեր Վանաձորում։ Եվ սա շատ կարևոր արձանագրում ու հաղթանակ է ընդդիմադիր ուժերի համար։ Եվ տեսեք ինչա տեղի ունեցել։ Ուրեմն իմ ձեռքին է բանաձևով արդեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախնական մանդատների բաշխումը, ըստ որի ուրեմն հանրապետական կուսակցությունը ստացել է 13 մանդատ, այսինքն բաշխումից հետո, բոնուսներից հետո եւ բոնուս չի ստացել հանրապետական կուսակցությունը։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ստացել է 10 մանդատ եւ 1 բոնուս է ստացել, 9-ից 10 է դարձել բանաձևի արդյունքում։ Հայկական վերածնունդ կուսակցությունը ստացել է 5 մանդատ, կրկին 1 բոնուս է ստացել բանաձևի արդյունքում, եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կրկին 1 բոնուս է ստացել, 2 մանդատից դարձել է 3 մանդատ։ Հայ-Հեղափոխական դաշնակցությունը ըստ բանաձևի մնացորդային թվերի չի ստացել որևէ բոնուս։ Հետաքրքիր բանաձև է, որովհետեւ գործող կոալիցիոն ուժերը բոնուս չեն ստացել։ Հիմա ինչ է տեղի ունեցել։ Հանրապետական կուսակցությունը եւ դաշնակցությունը միասին վերցրած, եթե նայենք կոալիցիոն գործընկերներ, միասին ունեն 15 մանդատ, որով հնարավոր չէ ընտրել Վանաձորի քաղաքապետ։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը, Հայկական վերածնունդ կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երեքով միասին ունեն 18 մանդատ եւ մենք երեքով կարող ենք Վանաձորում ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր ուժ։ Սա շատ կարևոր ռեալ հնարավորություն եւ շանս է, ինչի համար ես շատ ուրախ եմ եւ բոլորին շնորհավորում եմ սրա համար։ Եվ ես ասում եմ հետեւյալը, տեսեք, մենք քննարկել ենք կուսակցության խորհրդում արդեն, վանաձորցիները գիշերվանից մինչև հիմա հազարավոր զանգեր են ստացել Վանաձորից, նաեւ այլ մարզերից են ստացել, բայց դա քաղաքական զանգեր են, այսինքն այլ մարզերից զանգեր ունենք, որ ասում են ուզում ենք մեր մոդել գրասենյակ բացել, Լուսավոր Հայաստան կուսակցությունը տարածենք, մենք հիմա 7 մարզերով ունենք գրասենյակներ, նաեւ այլ տեղերում կարող ենք արդեն բացել, որովհետեւ սա նաեւ մեր բրենդի ներկայացման համար շատ կարևոր ձեռքբերում է Լուսավոր Հայաստան կուսակցության բրենդի։
Եվ վանաձորցիները ինչ են ասում, ասում են մենք մեր ձայները տվել ենք այն ուժերին, որոնք հանրապետական ուժեր չեն եղել, հանրապետական կուսակցություն չեն եղել, օրինակ հայկական վերածնունդ կուսակցությունը, ընդդիմադիր ուժը, ընդդիմադիր ռետորաբանությամբ այստեղ եւ քարոզարշավի ժամանակ բազմիցս ասվել է, որ մենք ՀԿ-ին չենք միանալու։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, նաև խոսել եմ ես ղեկավարության այդ ժամանակին, էլի ասել է, որ մենք ՀԿ-ին չենք միանալու եւ մարդիկ դրա համար են ձայն տվել այս ուժերին։ Հետևաբար ես տեսնում եմ ռեալ հնարավորություն, բացառիկ հնարավորություն բոլորիս համար, որ մենք այս երեք ուժերով միասին ձևավորում ենք տեղական կոալիցիոն, գործընկերային, բազմակուսակցական տեղական իշխանություն եւ սկսում ենք Վանաձոր քաղաքի համաչափ զարգացման ռազմավարական ծրագիրը։ Բնականաբար երեք քաղաքական ուժերի ծրագրերը կարող են միատեղվել եւ մենք միասին կարող ենք փուլ առ փուլ քաղաքը հանել այս վիճակից։ Ոչ թե թողնենք քաղաքի կառավարումը այն մարդկանց, ովքեր դպրոցի պատուհաններ են կոտրում, կամ կարուսելներ են անում զանգվածային, կամ փող են բաժանում եւ այլն եւ այլն։ Հիմա իրավիճակը սա է, եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունը այս պահին պաշտոնապես առաջարկում է հայկական վերածնունդ կուսակցությանը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը միասին ձևավորել տեղական իշխանություն Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմին։ Հետևաբար մենք կարող ենք այդ կոալիցիայի արդյունքում ընտրել քաղաքապետ, ձևավորել տեղական իշխանություն եւ սկսել մեր ծրագրերի իրագործումը։ Մենք այս հայտարարությունից հետո բնականաբար կսպասենք պատասխան մեր գործընկեր քաղաքական ուժերից։ Մյուս շատ կարևոր հանգամանքը, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը իր քաղաքակիրթ, լուսավոր, պայծառ քարոզարշավի ընթացքում որևէ կամուրջ, որևէ քաղաքական ուժի հետ չի այրել, եւ մենք շատ բաց, շատ պարզ ճակատով կարող ենք համագործակցել եղած ուժերի հետ, որոնք որ մեր գործընկերներն են, բոլորին ճանաչում ենք այստեղ Վանաձորում, քաղաքը փոքր քաղաք է, կան նաեւ ծանոթ հարազատ մարդիկ, մտերիմ մարդիկ, կան մարդիկ ում հետ ճանապարհ են անցել, կան մարդիկ ում հետ մանկություն են անցկացրել, եւ որևէ խնդիր չենք տեսնում վանաձորցիների պահանջով հանուն Վանաձորի ձևավորելու այս տեղական իշխանությունը եւ հանրապետության երրորդ ամենախոշոր քաղաքում հանրապետական կուսակցությանը դարձնելու ընդդիմադիր քաղաքական միավոր։ Հետաքրքիր կլինի նրանց ընդդիմադիր ելույթները կարուսելից հետո։ Երևի այսքանը ես տեսնեմ էլ ինչ ունենք ասելու, մի շատ կարևոր հանգամանք, որ նաև ես պետք է Գյումրիին անդրադառնամ որպես քաղաքական ուժի ղեկավար, ուրեմն Գյումրիի ընտրություններից էլ ըստ էության մենք ունենք այնինչ ունենք, գիտեք Լուսավոր Հայաստան կուսակցությունը գնաց այն ճանապարհով, որ Գյումրիում մենք մասնակցեցինք ընդհանուր ցուցակով Գալա կուսակցության հետ, որը ծնունդ է առել Գյումրի քաղաքից, մեր գործընկերների հետ, եւ նաեւ շնորհավորում ենք մեր գործընկերներին, բավականին բարդ քարոզարշավի արդյունքում, բավականին դժվարին պայմաններում, գիտեք ինչեր տեղի ունեցան Գյումրիում, Գալա կուսակցությունը բավականին ձայներ է տարել եւ ըստ էության մենք նաեւ մեզ տեսնում ենք, որ մենք նաեւ որպես քաղաքական միավոր ներկայացված ենք նաեւ Գյումրի քաղաքում։ Եվ կարծում եմ նույնը կարող են ասել Գալա կուսակցության մեր գործընկերները, որովհետեւ մենք արդեն որոշակի համագործակցություն ունենք միասին եւ բնականաբար այն ծրագրերը, որոնք ներկդրվեն Գյումրիի զարգացման համար, այնքանով որքանով որ կամապատասխանեն Վանաձորի, մենք այստեղ կօգտագործենք եւ այն ծրագրերը, որոնք մենք ենք ներդնում Վանաձորի զարգացման համար, այնքանով որքանով կարող են օգուտ տալ Գյումրիին, դրանք նաեւ մենք կկիսվենք մեր գործընկերների հետ Գյումրիում, նաեւ այնտեղ դրանք կարող են իրագործվել, իրականացվել եւ կյանքի կոչվել։ Երևի թե այսքանը մենք պետք է սպասենք մեր գործընկերների արձագանքներին, բնականաբար գիտեք այսօր խորհրդանում մեկնարկել է նստաշրջան, մենք գիշերը ժամը 5-ին ենք գնացել գրասենյակից եւ այս կարևոր ասուլիսը կար այստեղ, ես մնացել եմ, բանակցությունները հուսով եմ շատ արագ կսկսվեն եւ մենք շատ բաց ու թափանցիկ ենք լինելու, ասելու ենք թե որ ուժը ինչ է առաջարկել, մեր առաջարկը թափանցիկ ես ներկայացրեցի եւ քննարկումների արդյունքում վանաձորցիները բնականաբար կտեղեկանան թե ինչ հնարավորություններ մենք ունենք մեր նշած կոալիցիոն տեղական իշխանությունը ձևավորելու առումով։ Հնարավորությունը որ ունենք շատ ռեալ է, ես արդեն ներկայացրեցի մանդատների թվով, մնացածը կարծում եմ կախված է մեր գործընկերների արձագանքներից։ Այսքանը շնորհակալություն, եթե հարցեր կան կարող եք հետո պատասխանել։ Խնդրեմ
Մանե Պապյան, Վանաձորի դիմադրություններ բլոգ, առաջի հարցը, որ ինձ շատ հետաքրքիր, շնորհավորում եմ, հետաքրքիր աշխատանքեր, հետաքրքիր քարոզարշավեր, նորամուծություններով, բայց ամենակարևոր բանը ինչ զիջումների է պատրաստ Լուսավոր Հայաստանը այդ համագործակցության արդյունքում։ Գիտեք, զիջումների մասին ինչ-որ զիջելու բան մենք չենք տեսնում։ Տեսեք, հանուն Վանաձորի մենք ասում ենք եկեք միասին ձևավորենք այդ տեղական իշխանությունը եւ պետք է նշեմ, որ մենք որևէ բանով կաշկանդված չենք, բացի Վանաձորի բնակիչների, վանաձորցիների պահանջներից։ Եվ այսօր վանաձորցիների պահանջն այն է, որ դուք ընդդիմադիր ուժերով պետք է միավորվեք եւ հանրապետական կուսակցությունը չպետք է կառավարի Վանաձորը։ Սա է վանաձորցիների պահանջը, ես արդեն նշեցի 63%-ը ձայն չի տվել հանրապետական կուսակցությանը։ Եվ այս առումով ես կարծում եմ բանակցությունների առարկա է։ Կքննարկենք ցանկացած առաջարկ պատրաստ ենք քննարկել եւ դա բաց ու թափանցիկ կլինի։ Մենք մեր առաջարկը արդեն ներկայացրեցինք, այսինքն այստեղ զիջումների, չզիջումների բան չկա։ Եթե միասնական սկսում ենք քաղաքը կառավարել եւ քաղաքի կառավարման առումով բազմաթիվ հազարավոր խնդիրներ կան քաղաքում լուծելու համար, դա նշանակում է, որ մենք վերել ենք ամենօրյա աշխատանքի։ Այսինքն դա ոչ թե պետքա զիջում լինի, այլ պայմանավորվել կոնկրետ քաղաքապետի տեխնացուի հետ կապված, այսինքն քաղաքապետի տեխնացուի հետ կապված ես կարծում եմ 10 մանդատ ունեցող քաղաքական ուժ եթե առաջարկում է, բարձր որ մենք առաջարկում ենք, որ այդ ուժերը միանան մեզ։ Եվ ավելին ասեմ, մինչև այս պահը ես առաջարկ չեմ լսել, որ այն ուժերից լինի։ Եվ բնական է, որ պետք է այն ուժը առաջարկեր, որը ավելի շատ մանդատներ է վերցրել։ Սա քաղաքական մշակույթի եւ քաղաքական տրադիցիայի հարց է, ինչը ամբողջ աշխարհում է այդպես։ Այսինքն մի ուժ, որ 3 մանդատ է տարել, նա որ հայտարարի ասի 10 մանդատանոց ուժը թողա միանա ինձ ու իմ առաջի համարը դառնա քաղաքապետ, կարծում եմ դա այնքան էլ ճիշտ չի լինի։ Դրա համար շատ ակնհայտ էր, որ պետք է առաջարկը մեզանից արվեր եւ մենք այդ առաջարկը անում ենք։ Ավելին երևի դուք բոլորդ հիշում եք, որ մենք նաեւ կոչով հանդես ենք եկել մինչեւ ինքնաբացարկը։ Այսինքն ինքնաբացարկի ժամանակ էր, երբ որ ժամանակ կար ինքնաբացարկների, մենք ասել ենք, որ կարող ենք ինքնաբացարկով միավորվել, ելի նույն առաջարկով, որ հետագայում բազմակուսակցական տեղական կառավարում լինի։ Երբ որ դա չեղավ, ես ասացի, որ որևէ ինչ-որ տրագիկ բան տեղի չի ունեցել, որտեղ post factum կարող ենք համագործակցել, այս այսօրվա մասին էի ասում, այ հիմիկվա մասին էի ասում։ Որտեղ ամեն ինչ մտածում էր, որ կարող է ինքը լինի առաջին կամ երկրորդ տեղում։ Սա էլ է բնական։ Բայց հիմա մենք ունենք կոնկրետ արձանագրված փաստ։ Հիմա մենք այս փաստի հետ պետք է աշխատենք ինձ թվում։ Պարոն Մանուկյան, շնորհավորում եմ իսկապես Վանաձորցիներին, քանի որ իսկապես հաղթել է այստեղ ժողովրդի ձայնը եւ այն երկու ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները մի քանի առիթով հայտարարել են, որ անգամ սատանայի հետ կմիավորվեն, բայց ոչ երբեք հանրապետական կուսակցության, այնուամենայնիվ նաև ցանկանայինք չնայած, որ ենթադրություն անելը միգուցե տեղին չէ, բայց ամեն դեպքում ձեր ակնկալիքը ըստ էության այս համագործակցության արդյունքում եւ նաև ավականու կազմի հետ կապված փոփոխություններ լինելու են, թե ձեր ներկայացրած ցուցակի հենց առաջին 10 անդամները դեր կգտնեն ավականու կազմում։ Նախ շնորհակալ եմ, որ շատ կարևոր հարց եք տալիս, եթե չեմ սխալվում, այդ հետաքրքիր հայտարարությունը արել է իմ շատ սիրելի հարգելի գործընկեր Նաիրա Զոհրաբյանը, եւ ինչի եմ ասում շատ կարևոր հարց եք տալիս, որովհետեւ մեր առաջարկը, մեր քաղաքական այս հայտարարությունը շատ մանրամասն քննարկված է։ Այն հաշվի առնված հանրապետության տարածքով մեր կուսակցականների կարծիքները, ոչ միայն վանաձորցիների, որտեղ մենք որպես քաղաքական ուժ ենք ունես դաշինքին։ Եվ այս առումով պետք է ասեմ հետեւյալը. առաջարկը որևէ կերպ ձևական բնույթ չի կրում։ Այն կրում է ռեալ աշխատանքային բնույթ։ Այսինքն այն շատ ռեալ է եւ շատ դուրս է։ Ձևական որևէ բան չկա։ Հետևաբար նաև մյուս կողմի հայտարարությունները հաշվի առնելով մենք ռեալ շանս ենք տեսնում եւ ոչ թե հույս ունենք, այլ կարող եմ ասել մոտավորապես 90%-ով վստահ եմ, հա, ասենց ասեմ, հա, որ մեր գործընկերները ի պատասխան մեր առաջարկի կմիանան այս առաջարկին եւ մենք միասնական տեղական իշխանություն կձևավորենք։ Ինչը կարող է նաև հիմք հանդիսանալ ապագա համագործակցության համար։ Եվ ես նշեցի, որ մենք ի սկզբանե որպես քաղաքական նոր մշակույթի քաղաքական միավոր որևէ քաղաքական ուժի հետ
ունենալով բոլորի հետ տարբեր տեսակի տարաձայնություններ, արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, որևէ մեկի հետ մենք կամուրջները չենք այրել։ Մեր միակ թիրախը եղել է ՀՀԿ-ն, եւ հիմա էլ է մնում ՀՀԿ-ն, եւ մենք մեր միակ թիրախին կարող ենք հիմա վերջնական հարվածը հասցնել այս դաշինքի ձևավորման արդյունքում։ Եվ ամեն ինչ կավարտվի։ Այդ գիշերվա սիգնալներով քաղաքում շրջելը, շնորհավորանքները, կերուխումները ուղղակի խայտարակ նախադեպի կրեցին իրենց համար։ Հասկանում եք, այսինքն մարդը չհաղթած ու վերց հավանաձորցներ, ասում ես կլինեն ձեր բոլորի քաղաքապետը։ Բայց դուք լնատ ընտրվեք նոր ու է եղեք բոլորի քաղաքապետը։ Ավականու կազմի հետ կապված երևի թե գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական մշակույթում կա նման բան, որ քաղաքական ուժերը իրենց համամասնական ցուցակները կազմելիս վերցնում են ինքնաբացարկի դիմումներ։ Ուրեմն լուսավոր Հայաստան կուսակցության ցանկում որևէ մեկը ինքնաբացարկի դիմում չունի գրած։ Բնականաբար քննարկումներ կլինեն։ Կարող է մարդիկ լինեն գետու առաջ գնալու եւ այլն, այսինքն տեղական կառավարման մակարդակում այլ գործադիր լծակներ ստանալու պարագայում դուրս գան հավաքանու կազմից եւ տարբեր տեսակի առաքելություններ ստանձնեն քաղաքում գիշեր-ցերեկ աշխատելու, քաղաքում աուրան վերականգնելու եւ երբեմնի կանաչ վանաձորամոնումը ետ վերադարձնելու առումով։ Բայց դա քննարկման առարկա է, հիմա ամեն ինչ նաեւ կախված է այս առաջարկից եւ դրան պատասխան եկող պատասխաններից։ Եվ նաեւ պատրաստվում եք համակերպվել կամ համաձայնվել վերջնական արդյունքների հետ, քանի որ երեք ընտրության ողջ ընթացքում Լուսավոր Հայաստան կուսակցությունը մասնավորապես բազմաթիվ հայտարարություններ արեց ընտրակեղծիքների, տարբեր խախտումների վերաբերյալ եւ չգիտեմ թե որքանով է դա էական արդյունքների վրա էական ազդեցություն ունեցել, այնուամենայնիվ կլինեն գոնե առանձին դեպքեր, որոնք ուշադրության կառնեն։ Ուրեմն շատ կարևոր բան արդեն նշվեց նաև մեր տեխնատուի կողմից, Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին քվեարկված որևէ ձայն չի փոշիացվել եւ չի կորել։ Նաև մյուս քաղաքական ուժերի մասով, քանի որ մեր վստահված անձին համագործակցությամբ մյուս ուժերի հանձնաժողովի անդամների կամ վստահվածների հետ ձայները պահել են, ձայները պահպանվել են։ Այսինքն այս մասով մենք մինչև ժամը 6-ը ժամանակ ունենք վերահաշվարկի դիմումներ տալու, բայց մենք քննարկել ենք, որ վերահաշվարկի դիմումի արդյունքում ընդհանուր արդյունքների վրա ազդեցություն մենք չենք կարող ունենալ, որովհետև այն խախտումները, որոնք որ տեղի են ունեցել տեղամասից դուրս, վերահաշվարկը տեղամասի ներսին է։ Մեր կողմից կան կազմված մոտավորապես 6 արձանագրություններ միայն կարուսելի հետ կապված, դրանք կազմված են, մատյաններում արձանագրված են եւ դրանք հաղորդումներ են հանցագործությունների մասին, իրական մարմինները պետք է համապատասխանաբար արձագանքեն դրան, այսինքն մենք վերահաշվարկի դիմում անիմաստ ենք գտնում հիմա տալը, բայց բոլոր ընտրակաշարքի վերաբերյալ եղած տեղեկությունները, կարուսելների վերաբերյալ եղած տեղեկությունները, նաեւ Հերինե Բիշարյանի պատգամավոր Հերինե Բիշարյանի կողմից որոշակի դեպքեր են այստեղ արձանագրվել, նաեւ մամուլում կան, նաեւ Սիվիլնետի տեսանյութ կա, այս յուրաքանչյուր տեսանյութը հաղորդում է քննություն իրականացնելու համար։ Եվ իրապահ մարմինները պետք է գործեն։ Եվ ես սրա վերաբերյալ նաեւ 3 եմ հայտարարություն արել։ Եվ ես հիմա էլ եմ ասում, որ այո, այս 37% ձայնը, ասենք ՀՀԿ-ն ունի 20% ձայն վանաձորում։ Այն մնացած 17-18% ձայնը նրանք հավաքել են այդ կարուսելի փոխբաժանելու արդյունքում։ Բայց մի բան շատ կարևոր է արձանագրել նաեւ, որ մարդիկ, ովքեր որ փող են վերցրել եւ քվեաթերթիկը դուրս են հանել, եւ հետո լրացված քվեաթերթիկն են ներս տարել եւ ծառով քվեարկել, դա նրանց որոշումն է եղել։ Եվ մենք չենք կարող ազդել այդ որոշման վրա։ Այսինքն, այս առումով նաեւ պետք է մենք արձանագրենք, որ կան մարդիկ, որ սա անում են եւ սա արել են։ Այսինքն, ընդդիմադիր ուժերը իրենց քարոզարշավով, իրենց մոնիտորինգի մեխանիզմներով տեղամասի հսկելու ինչ որ մենք կարողացել ենք արել ենք, բայց քվեարկության արդյունքները սա է։ Եվ այս արդյունքների վրա հիմա ոչ թե պետք է կենտրոնանալ, ասենք, այս արդյունքների վրա փորձել ազդել, որտեղ կարող ասենք վերաշարքների 20 ձայն այս կողմ գնա կամ այն կողմ գնա, այլ ռեալ հնարավորություն կա, որ ես ելի եմ կրկնում, ՀՀԿ-ն այստեղ պարտվել է։ 18 մանդատ ունեն ընդդիմադիր ուժերը։ Եվ ընդդիմադիր ուժերը կարող են միասնական ձևով կառավարություն։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա գրանք դիմում տան, որ ինչ ան։ Փոխանակ մեր գործընկերների հետ համագործակցենք եւ ընդդիմությամբ հաղթենք հանրապետական կուսակցությանը։ Սա է մեր կարևոր այս պահին եղած առաքելությունը
Եվ ելի եմ կրկնում, բնականաբար մեր մոտ 3-5-6 փաստաբան է եղել ամբողջ օրվա ընթացքում Արագահայաստան խմբում, այն խախտումները, որոնք որ տեղի ունեցել, ես մինչև այդ ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ էլ բազմիցս ասել եմ, դրանք հիմնականում ընտրական տեղամասից դուրս են։ Եվ այս խախտումների վերաբերյալ է, որ մենք անընդհատ ասում ենք, երբ որ ասում է, որ բանը տեղամասում մի հատ էլ բանը մարկա կպցնենք, կամերան դնենք, չգիտեմ ինչ անենք։ Հիմա տեսակ, որ այդ բաները ըստ էության բան չեն փոխելու, եթե դրսում մարդիկ զբաղված են ընտրակաշառք բաժանելով, իսկ իրավապահ մարմինները տոտալ հանդուրժողականությամբ են վերաբերվում դրան։ Երբ որ դրսում կուտակումներ եւ թեկնածուները տեղամասերի մոտ կանգնած քարոզարշավ են իրականացնում։ Այսինքն այս բաները պետք է վերացվեր։ Իսկ Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական շտաբը օպերատիվ ծառայություն չունի։ Եվ որևէ մեկը թող հանկարծ չդիմի մեզ, ասի, գիտեք, դե փաստեր ներկայացրեք։ Ես աշխատավարձ չեմ ստանում հանցագործներին բռնելու կամ օպերատիվ աշխատանք իրականացնելու համար։ Եվ այստեղ որևէ մեկը չի ստանում դրա համար աշխատավարձ։ Դրա աշխատավարձ ստացողներ կան, թող իրանց գործը անեն։ Շնորհակալություն, եթե Պարոն Հարությունյանի հարցերում է, ինչ կլինի, եթե ձեր առաջարկը չնշանվի ԴՀՏ-ի եւ դա այս պահին եղած պլան B-ն է, եթե մեր առաջարկը չի ընդունվում, Լուսավոր Հայաստանը կունենա 10 մանդատանոց ընդդիմադիր խմբակցություն, Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմնում, որոնք իրենց արժեվ դրված խնդիրները ամենօրյա ռեժիմով կլուծեն եւ վանաձորցիների շահերը կպաշտպանեն, վանաձորցիների ձայնը կհնչեցնեն տեղական ինքնակառավարման խորհրդարանում այսպես կոչված եւ ամեն բան կանեն, որ միջև մյուս ընտրությունները Լուսավոր Հայաստան կուսակցությունը իր այս ունեցած 28% ձայնը դարձնի 40% կամ ավելի։ Եվ այս առումով, տեսեք, ընդդիմադիր ուժի առաքելությունը որն է, ճնշել եղած իշխանությանը, որ իր ծրագրերը իրականացնի, հսկել եղած իշխանությանը, որ բյուջեի միջոցները չփոշիացվի, մոնիտորինգի մեխանիզմները դնել, բարձրաձայնել այն ինչ որ տեղի ունենան, թույլ չտալ, որ կանաչ գոտիները վաճառվեն, թույլ չտալ, որ բազմամյա տնկիները հատվեն, թույլ չտալ, որ Վանաձորի ճարտարապետական տեսքը այլանդակվի։ Այդ ամեն ինչը մեր օրակարգում է, այն ինչ որ ասել ենք, մենք իրականացնելու ենք։ 10 մանդատի իշխանություն ունենք, 10 մանդատով ենք իրականացնելու։ Եթե կոալիցիա ձևավորվի 18 մանդատի իշխանություն ունենանք 3 կուսակցություններով, դրանով կիրականացնենք։ Այստեղ էլ որևէ խնդիր չկա։ Բայց ես դրա մասին անգամ այս պահին չեմ ցանկանում մտածել, որովհետև ելի եմ կրկնում։ Մեր առաջարկը շատ լուրջ է, շատ հաշվարկված է, եւ ես տեսնում եմ ռեալ հնարավորություն հանրապետական կուսակցությունը այստեղ ընդդիմադիր ուժ դարձնելու եւ ընդդիմադիր ելույթներ լսելու նրանց ներկայացնելու կողմից։ Շատ հետաքրքիր տեսարանք լինի դա։ Հակակշիռ կլինի։ Այո, հակակշիռ մեզ կհսկեն։ Ես ուզում եմ, որ հանրապետականները մեզ հսկեն։ Լուսավոր Հայաստանի մյուս ուժերին։ Դուք ասացիք արձանագրել եք, որ գումարն բաժանել, դա որ կողմից է բաժանվել, թե կոնկրետ ձեր ուղղվածությունը դա որ հանրապետականների խախտումները դրանց։ Մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր գումար բաժանելու մասին։ Եվ այդ ահազանգերում չի նշվում, թե որ կուսակցությունն է բաժանում։ Նշվում է, որ մեքենա կա այս հայաթում գումար է բաժանում։ Միշտ մենք արագ գնում ենք այդ մեքենան գնում։ Այդ ասում ենք զանգի ոստիկանություն, ասում են զանգել ենք, կզանգենք։ Եվ գնում ենք, փորձում ենք նկարել, փորձում ենք Facebook-ով դնել, տեղադրել, եւ բնականաբար ես մարդկանց դեմքերով չեմ կարող ասել, դրանք որ ուժն են ներկայացնում, բայց նաեւ առաջին հերթին ես դրանում կասկածում եմ բնականաբար գործող իշխանությանը, ինչու, որովհետեւ որևէ այլ ուժ չունի փող բաժանելու ռեսուրս, իմ կարծիքով։ Եթե դուք այլ տվյալներ ունեք, խնդրում եմ լուսավորեք մեզ, մենք էլ իմանանք։ Այսինքն, եթե դուք գիտեք, որ այլ ուժեր, որոնք այս պահին բարեր անցել են կամ չեն անցել, փող են բաժանել, ասեք իմանանք։ Եվ ելի եմ կրկնում, դա ոչ ձեր գործն է, ոչ մեր գործն է։ Դրա համար մարմիններ կան Վանաձորում, որոնք ունեն հարյուրավոր աշխատակիցներ։ Այդ մարմինները պետք է իրենց գործը անեն։ Թող ցույց տան, որ մի մարդու բռնել են։ Թող ցույց տան երեք գիշերը ով է կոտրել 6-րդ դպրոցի պատուհանները զուտ են բանի համար, որ հայական ջախջախիչ պարտություն է կրել։ Վերցրեք արձանագրությունները նայեք, Վանաձորի 58 տեղամասերում, բազմաթիվ տեղամասերում հանրապետական կուսակցությունը պարտվել է։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ ՀՀԿ-ի բրենդը պարտվել է բազմաթիվ տեղերով։ Այս 28% հենց այնպես չի։ Այսինքն ես չեմ հիշում որևէ այլ ընտրություն, որտեղ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը այս ձևով ջախջախիչ պարտություն կրի տարբեր տեղերում։ Անկամ այնպիսի տեղամասերում են պարտվել, որը որ իմ ընտրատարածքը չի եղել։ Այսինքն իմ падգամավորական գործունեությունը այդ տարածքի վրա չի տարածվել։ Այդ տարածքում չեմ արել հանդիպումներ, չնայած նամակներ եկել են, մարդիկ եկել են եւ ես մեկումեջ չեմ արել, հա, մեկումեջ չեմ արել, այսինքն մարդը եկել է դիմումա քաղաքացի։ Ես էլ այժմ падգամավոր եմ, զբաղվել եմ այդ հարցով։
Բայց շատ կարևոր բան է։ Սա երբ որ մեծամասնական ընտրատարածքից էլ դուրս, որտեղ որ մեզ ավելի քիչ էին ճանաչում, քան այն տարածքում, որտեղ ես падգամավոր եմ աշխատում, տեղամասեր կան, մենք հաղթել ենք գործող հանրապետական կուսակցությանը։ Խոսում եք կուսակցության հեղինակության մասին։ Այո, եւ այս առումով ես շատ եմ կարևորում նաեւ այն հանգամանքը, որ Լուսավոր Հայաստան կուսակցության բրենդը ես կարծում եմ մենք բավականին կայացրեցինք նաեւ այս ընտրությունների արդյունքում։ Մենք բավականին ծանր գիշեր-ցերեկ աշխատանք տարանք, որ Լուսավոր Հայաստան կուսակցություն բրենդը կայանա, եւ սրա արդյունքում է, որ ես առավոտյան տարբեր մարզերից զանգեր եմ ստացել, Վայոց ձորի մարզից եմ զանգ ստացել, Արագահացօտնի մարզից եմ զանգ ստացել, որտեղ գրասենյակ չունեն։ Եվ մարդիկ առաջարկում են մարզային խորհուրդ ձևավորել եւ պարլամենտական ընտրություններին պատրաստվել, ինչը բնականաբար արվելու է։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, շնորհակալ ենք շատ ապրեք նաեւ դուք ձեր լուսաբանելու, ձեր անաչառ աչքի, որովհետեւ տեղեր կային նաեւ շատ հետաքրքիր բան ասեմ, ոստիկաններից չէին վախենում այդտեղ կուտակված մարդիկ, լրագրող էր գալիս կամերով, բոլորը այդ տարածքը լքում էին։ Ես նաեւ ԶԼՄ-ներին եմ մեր երախտիկի խոսքը ուզում ասել, որ շատ լավ աշխատանք է տարվել բազմակարծությունը ապահովելու համար, չնայած այն անհավասար մրցակցային պայմաններում, որը Վանաձորում կար, երբ որ բոլոր դպրոցներում եւ պետական մարմիններում ՀԿ-ին կարելի էր հանդիպել, իսկ մեզ ոչ։ Եվ թաղերում էլ, գիտեք, բակերում ինչ վախի մոտ էր, եւ մարդիկ պատուաններից էին ուղղակի հետևում քարոզարշավը։ Ամեն դեպքում մենք ունենք այն ինչ ունենք, մենք բարոյական հաղթանակ չենք տարել, մենք իրական հաղթանակ ենք տարել եւ մենք սպասում ենք մեր ընդդիմադիր գործընկերների արձագանքի։ Շնորհակալություն, լավ մնացեք։